Ասում եմ, գեղեցիկ է Աննան, չէ՞։ Մի գնամ։ Կարծեմ ես քեզ խնդրեցի, չէ՞, որ ինձ հանգիստ թողես։ Դու արդեն մի տարի ինձ խնդրում ես, որ քեզ հանգիստ թողնեմ։ Եթե կարողանայի վաղուց խնդրանքդ կատարած կլինեի։ Ուղղակի չես հասկանում, որ ես չեմ կարող առանց քեզ։ Կարող ես։ Չէ, սխալվում ես, սիրելիս։ Ձեռ ես առնում։ Անի, դու իմ կինն ես, ես քեզ շատ եմ սիրում։ Արտակ, կարաս հասկանաս, որ հոգնել եմ այդ նույն պատմություններից։ Անի, դու իմ կինն ես, դու չես հասկանում, որ ես քո համար… Արտակ, գնա, հա։ Անի, ախր դու իմ կինն ես, դու հիմա էլ ես իմ կինը, չես հասկանում։ Ոչինչ, քիչ մնաց, ու հերիք ա կրկնես նույն բանը, որ ես քո կինն եմ։ Լավ, Անի։ Արի ուշ խոսանք։ Չեմ կարծում, որ ի վիճակի ես լուրջ խոսելու։ Ու քեզ այդ դերում չեմ պատկերացնում լուրջ խոսող տղամարդուն։ Դու հասկանում ես, ես քեզ սիրում եմ։ Հասկանում ես, մի անգամ… Չկպնես, Արտակ։ Արտակ, չկպնես։ Ով Արտակ, չկպնես։ Խնդրում եմ հանգստացի կողմի վրա, ես… Արտակ, դու կարաս… Չեմ կարծում, որ հարմար տեղ եք ընտրել հարաբերություններ ճշտելու համար։ Պարոն Գնանի… Ոչ էլ համապատասխան օր։ Ես ուղղակի ուզում էի… Լավ կլինի տուն գնաս, Արտակ։ Ազիվ ես ոտքի վրա կանգնում։ Բայց ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես խմած չեմ։ Ես կվերցնեմ, Արտակ։ Չեմ կարծում, որ վիճակի ես, որ խոսենք։ Չէ, ես համակ ուշադրությամբ լսում եմ ձեզ։ Գիտես, Արտակ, դու վատ աշխատող չես։ Դու կարելի ասել անփոխարինելի ես ընկերության համար։ Դեմ չեմ, դու շատ ես օգնում ինձ։ Շնորհակալ եմ։ Բայց Անիի հարցում ինչ վերաբերում է նրան։ Հասկացա։ Գիտես, ես ինքս շատ կուզեի, որ ձեր հարաբերությունները նորմալ ընթանային, բայց կարծում ժամանակն է հասկանաս, որ ամեն ինչ վերջացել է։ Նորից եմ ասում, ես ինքս շատ կուզեի, որ ձեր ամուսնությունը նորմալ ընթացք ունենար, բայց… Կարող ունի, բայց… մենք կարող ենք էլի փորձել։ Երկի կարող է, դեմ չեմ։ Բայց նման դեպքերում
Լավ կլինի, որ երկու կողմն էլ համաձայն լինեն։ Անին չի հասկանում։ Արտակ։ Ասում։ Հանգիստ ով անին, հա։ Չհասկացա։ Իհարկե դե իմ գործը չի։ Ես քեզ նման բան երբեք չեմ ասել։ Բայց հիմա ասում եմ։ Ես քեզ խնդրում եմ Արտակ։ Անին հանգիստով։ Թող կյանքով ապրի։ Նա շատ է տանջվել։ Իսկ այս ամենը նրա համար չափազանց է։ Կներես։ Կներեմ, բա ինչ կանեմ, կներեմ։ Չես ասում, որ հանգիստով եմ, Անին, հա? Չի։ Լավ կլինի, որ դու հանգիստով ես, պարոն Քնունի։ Շատ լավն է։ Դելը շատ սիրուն ես։ Ինչ։ Ում շատ սիրուն է այսօր Աննա։ Ահա ինձ թվաց ինձ ուտես։ Շատ սիրուն է, հա։ Ինչ։ Ոչ մի բան, ուղղակի ինձ թվում է Լիզան վաղը ամուսնանալու է։ Ինչ անեք ծաղիկը դու բռնեցիք, թե ցեք տար։ Հա շատ է լավ անում, որ տենց է մտածում։ Հա, բան չեմ ասում։ Երեխեքն են ուրախ եմ, չեք պատկերացնի, ոնց որ հեքիաթում լինեն։ Հեքիաթում։ Չէ, Հեքիաթ ջան, դու հավատում ես, չէ՞ Վարդանին։ Փաստորեն մենք էինք սխալ։ Ինչ ես ասում։ Մենք էինք սխալ։ Լավ, հիմա կարևոր չի, ոչ մեկ էլ սխալ չէր, ամեն ինչ անցել է, վերջ։ Չէ, ուղղակի ես միշտ սխալ մարդկանց հետ եմ շփվում։ Ինչ ես անում։ Սխալ մարդկանց հետ եմ շփվում։ Ուղղակի իմ պատմությունները միշտ վատ են ավարտվում, չգիտեմ կհասնեմ հարսանիքի թե չէ։ Դե որ այսպես շարունակես դժվար հասնես։ Աշխատի մի քիչ ճիշտ մարդկանց հետ շփվես։ Ով էլ խոսը։ Դու